Գեղարքունիքը եւ Երևանը սուր շնչառական վարակներով հիվանդացության ամենաբարձր մակարդակն ունեն։ Ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ 6,2%-ով աճել է։ Տարվա 48-րդ շաբաթն է ամփոփել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը։ Սեզոնային վարակների շրջանը սկսվում է։ Մենք գտնվում ենք դեռ սեզոնի, գրեթե սկզբում, սեզոնը սկսվում է ընթացիկ 40-րդ շաբաթից եւ տևում է մինչեւ հաջորդ տարվա 20-րդ շաբաթը։ Եթե ավելի մանրամասն ասեմ ամիսներով, հոկտեմբեր ամսից սկսված մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիսը։ Սրան զուգահեռ դպրոցներում էլ աստիճանաբար աճում է բացակայող երեխաների քանակը։ Երևանի թիվ 78 դպրոցում, օրինակ, այս բռնկումը 1 շաբաթ առաջ է սկսվել։ Ծնողները հազանգում էին, որ երեխաների մոտ հարբուխային վիճակ էր, ջերմաստիարանի բարձրացում ունեին կամ ուղղակի մրսածություն եւ այսօր էր ավելի բավականին քանակը շատ, աշակերտների բացակա աշակերտների ընդհանուր առմամբ։ Նոնայի որդին մոտ 2 շաբաթ բացակայել է դպրոցից բարձր ջերմության ու վատ ինքնազգացողության պատճառով։ Երեխան առավոտյան գնացել է դպրոց, սակայն երեկոյան վատ ինքնազգացողություն է ունեցել, իսկ հաջորդ օրը փսխել։ Ուղարկեցի դասի, բայց երեկոյան ջերմությունը նորից բարձրացավ։ Հաջորդ օրը արդեն սկսեց հետ տալ ու այդպես 2 օր բողոքում էր անընդհատ փորի ցավից, իսկ այսօր արդեն ականջի ու գլխի ցավեր ունի։ Ջերմությունը քիչ առաջ չափեցի 37.5 էր։ 0-ից 18 տարեկան երեխաները բժիշկ Ամաճարակաբանի խոսքով կազմում են ընդհանուր դեպքերի 81, հոսպիտալացումների 91%-ը։ Նրանց գրեթե կեսը դպրոցահասակներ են, մյուս կեսը մինչև 4 տարեկան երեխաներ։ Թիրախային խումբն է, որոնց մոտ ավելի մի փոքր ծանր է ընթանում հիվանդությունը, կախված նրանից, թե իրենք առաջին անգամ կարող են հանդիպել տվյալ վիրուսի։ Թիվ 78-ում 713 աշակերտներից 113-ն այսօր բացակայում էին, մեծ մասը վարակների պատճառով։ Աշակերտներից բացի բացակա ուսուցիչներ էլ կային։ 8 ուսուցիչ ունեինք այսօր, որ անաշխատունակության թերթիկ էին վերցրել։ Դպրոցը վարակի բռնկումից հետո կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել։ Դա նպաստել է հաճախելիության աստիճանական ավելացմանը։ Բուժքույրը անպայման շրջում է դասասենյակներում, հիվանդ աշակերտներին անմիջապես առանձնացնում իր առանձնասենյակում եւ տուն ենք ուղարկում, բայց ասեմ, որ նմանատիպ դեպքերը շատ քիչ են լինում, որտեղ ծնողները իրենք արդեն մտածում են, եթե երեխան մի փոքր վատ է զգում, դպրոց չեն ուղարկում։ Ջերմաչափում ենք կատարում առաջին հարկում, ախտահանում ենք կատարում դասասենյակում դռան բռնակները, պետքարանները, այսինքն բոլոր քայլերը ձեռնարկում ենք։ Պատվաստումը գրիպի դեմ միակ արդյունավետ տարբերակն է կանխելու ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդության ելքերը, հիշեցնում է բժիշկ Համաճարակաբանը։ Խորհուրդ է տալիս հիվանդության դեպքում դիմել բժշկի եւ չօգտագործել հակաբիոտիկներ։ Դրանք ցուցված չեն վիրուսային վարակների բուժման համար։ Հակամանրեային դեղերը նշանակվում են միայն մանրեային բակտերիալ վարակների համար եւ նշանակվում է միայն բժշկի կողմից։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով հանրապետությունում առկա են գրիպի H3N2 տեսակը, այլ սուր շնչառական հիվանդություններ, այդ թվում կորոնավիրուս։ Բժիշկ Համաճարակաբանը հիվանդություններից խուսափելու համար հորդորում է սրացումների շրջանում հագնել դիմակ, հագնվել եղանակին համահունչ եւ հաճախ օդափոխել փակ տարածքները։